գոյություններում ընկած են մի շարք խոշոր ու մանր լճեր, հատկապես նշանավոր են Սևանա, Վանա և Ուրմիո լճերը։ Հնագույն ժամանակներում հայ ժողովրդի բնակեցրած տարածքը բաժանվում էր երկու մասի, որոնք հայտնի էին Մեծ Հայք և Փոքր Հայք անվանումներով։ Մեծ Հայքի թագավորությունը գրվում էր ամբողջ հայկական աշխարհը և ուներ 300,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Փոքր Հայքն ընկած էր Փոքր Ասիայի արևելյան հատվածում և զբաղեցնում էր 80,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս երկու հայկական պետությունների սահմանակիցը արևելյան և բաց գետն էր։ Հայ ժողովրդի կազմավորման հետ կապված բազմաթիվ հարցեր տեղեկությունների բացակայության պատճառով այսօր էլ մոտ են։ Երկար ժամանակ ենթադրվում էր, որ հայերի նախնիները հայկական լեռնաշխարհ են տեղափոխվել այն տարածքներից, որտեղ հազարամյակներ առաջ բնակվել են հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող ժողովուրդների նախնիները։ Հնդեվրոպացիների ժամանակակից արևմտաեվրոպական, սլավոնական, գերմանական, իրանական, հնդկական ժողովուրդների, հայերի, հույների և բազմաթիվ այլ ազգերի հեռավոր նախնիների բնակեցրած տարածքները գիտնականները տարբեր ժամանակներում տեղադրել են Ասիայի և Եվրոպայի զանազան մասերում։ Նորագույն տեսություններից մեկի համաձայն հնդեվրոպացիների նախնիներն ապրել են Փոքր Ասիայի արևելյան մասում, հայկական լեռնաշխարհում և իրանական բարձրավանդակի արևելյան շրջաններում։ Հետևաբար հայերը պատմական Հայաստանի տարածքում տեղաբնիկներ են։ Նրանց նախնիները հազարամյակներ առաջ հաստատված են եղել հայկական լեռնաշխարհում և հարակից շրջաններում։ Սակավաթիվ հաղորդումներից հայտնի է, որ Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակում հայկական լեռնաշխարհում գոյություն են ունեցել տարբեր ցեղային միություններ։ Նրանցից Հայաստան գտնվել է արևմտյան Եվրատի վերին հոսանքի շրջանում և հարևան երկրամասերում։ Նրա տարածքում հետագայում հանդես է եկել Փոքր Հայքի թագավորությունը։ Հայաստան բավականաչափ հզոր ցեղային միություն էր Քրիստոսից առաջ 14-ից 13-րդ դարերում։ Հայասա անվանումը ընդունված է մեկնաբանել որպես հայերի երկիր։ Ենթադրվում է, որ Հայասայում գերիշխել է հայ կոչվող ցեղախումբը, որի անունը պահպանվել է որպես հայ ժողովրդի ինքնանվանում։ Հայկական լեռնաշխարհի հարավ-արևմտյան մասում Քրիստոսից առաջ երկրորդ հազարամյակի վերջերին բնակվում էին հայկական ցեղերից արմենները, որոնց անունով ամբողջ երկիրը Արմենիա են անվանել օտարները։ Հարևան ժողովուրդներից վրացիները հայերին կոչվում են Սոմեխի։ Սոմեխի և Սոմխեթի Հայաստան անվանումների մեջ պահպանվել է արևմտյան Եվրատի ափին գտնվող Սուխում ցեղային միության անվան հետքը։ Հայկական ցեղախմբերի համախմբումը, նրանց տնտեսական մշակութային վերելքը շարունակվել է Քրիստոսից առաջ առաջին հազարամյակի սկզբներին։ Քրիստոսից առաջ 6-ից 5-րդ դարերում հայկական ցեղերի միավորման, միասնական ժողովրդի կազմավորման արդյունքը եղավ և համախմբվածության շնորհիվ հայ ժողովուրդը հազարամյակներ շարունակ կարողացել է պահպանել իր ստեղծած պետականությունը ու բնակեցրած տարածքը։ Վանի թագավորությունը Ուրարտուն Քրիստոսից առաջ 9-ից 6-րդ դարերում։ Քրիստոսից առաջ 9-րդ դարի 70-ից 60-ական թվականներին հայկական լեռնաշխարհում կազմավորվեց առաջին պետությունը, որին հաջողվեց իր իշխանությունը տարածել լեռնաշխարհի մեծ մասում և դառնալ հին արևելքի հզորագույն տերություններից մեկը։ Շնչի հայերեն թարգմանության մեջ Ուրարտուն կոչվել են Արարատա երկիր։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին հասավ Արգիշտի առաջին Քրիստոսից առաջ 786-ից 764 թվականներ օրոք։ Շարունակվեց Արարատյան դաշտի յուրացումը։ Նրա տարածքում Քրիստոսից առաջ 782 թվականին հիմնադրվեց Էրեբունի բերդաքաղաքը, այժմյան Երևանը։ Արգիշտին, Մենուայի որդին, այս տանալի կամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի բարօրություն բիայինների երկրների, ի տապալումն թշնամական երկրների,
ասվում է սեպագիր արձանագրության մեջ։ 7 տարի հետո դրվեցին Արգիշտի Խիմիլի քաղաքի հիմքերը։ Այդ քաղաքը դարձավ տերության հյուսիսային շրջանների վարչական կենտրոնը և վերածվեց խոշոր սրբավայրի։ Արգիշտի զորքերը նվաճեցին նաև ներկայիս Շիրակը և հասան Սևանա լճի ափերին։ Անցնելով Արևմտյան Եփրատը, Արգիշտի առաջինը գրավեց դեպի հարավ-արևմուտք ընկած զգալի տարածքներ։ Այս քայլով նա ծանր հարված էր հասցնում Ասորեստանին, թուլացնելով նրա ազդեցությունը։ Արգիշտի առաջինը հաջողությամբ պատերազմում էր Ասորեստանի դեմ նաև Ուրմիա լճի շրջակայքում։ Վանի թագավորության առաջնությունը Ասորեստանի նկատմամբ պահպանվեց մինչև Սարդուրի երկրորդի կառավարման վերջին տարիները։ Նրան հաջողվեց դաշինքի մեջ մտնել հյուսիսային Սիրիայի մի շարք իշխանությունների հետ և այդպիսով շրջանցել ու մեկուսացնել Ասորեստանը արևմուտքից։ Գրեթե ամբողջությամբ նվաճվեց Սևանա լճի ավազանը։ Արևելքում Վանի թագավորության բանակները ընդհուպ մոտեցան Կասպից ծովի ափերին։ Վանի թագավորությունը նոր հաջողությունների հասավ նաև Ասորեստանի դեմ անզիջում պայքարում։ Հաղթանակների այս ալիքը ընդհատվեց Քրիստոսից առաջ 743 թվականին։ Ասորեստանի նոր արքան կարճ ժամանակամիջոցում վերստին հզորացրեց երկիրը։ Հյուսիսային Ասորիքում տեղի ունեցած վճռական ճակատամարտում նա պարտության մատնեց Սարդուրի երկրորդին և վերջինիս դաշնակիցներին։ 8 տարի անց ասորեստանյան զորքերը ներխուժեցին Վանի թագավորություն, ավերեցին երկիրը, քարուքան դարեցին մայրաքաղաք Տուշպան, անառիկ մնաց միայն Տուշպայի միջնաբերդը։ Վանի թագավորության նոր տիրակալ Ռուսա առաջինը միառժամանակ խուսափում էր Ասորեստանի հետ հետագա բախումներից։ Ավերված Տուշպայի մերձակայքում նա կառուցեց նոր մայրաքաղաք, տալով նրան Ռուսա Խիմիլի անվանումը։ Հզոր ամրոցներ կառուցվեցին Սևանա լճի ափին, վերականգնվեցին պետության արևմտյան ու հարավային սահմանները։ Ասորեստանի նոր արքա Սարգոն II որոշեց կանխել Վանի թագավորության հետագա ամրապնդումը։ Նրա զորքերը Քրիստոսից առաջ 714 թվականին արևելքից ներխուժեցին Վանի թագավորության կենտրոնական շրջանները։ Թշնամին սոսկալի ավերածությունների ենթարկեց երկիրը, իսկ վերադարձի ճանապարհին կողոպտեց Մուսասիրի իշխանությունում գտնվող նշանավոր տաճարները։